պատվիրակությունը այցելել է Ստամբուլ, այն ժամանակ Կոստանդնուպոլիս եւ ասել Սուլթանին, ընդունելության են արժանացել Սուլթանի մոտ։ Հիշեցնում եմ 1918 թվական։ 1915 թվականից անցել է 3 տարի եւ Դաշնակցության պատվիրակությունը Սուլթանին ասում է հետեւյալը. Հայաստանը, հիշեցնում եմ այն ժամանակ առաջին հանրապետությունն էր, իր անկախության պարտական է Թուրքիային։ Այնպես որ գնացեք դուք ասեք ինչ կա երիտուրքերից, էլ չեմ ասում, որ Դաշնակցությունը Հայաստանում ներկայիս գործող միակ ուժն է, որը կոալիցիոն գործընկերություն է ունեցել երիտուրքերի հետ։ Այնպես որ ով ինչից խոսա, դուք խոսացեք ձեր բաներից։ Բայց այսքանով չի ավարտվում Դաշնակցության էպոպեան, սիրելի գործընկերներ։ Որովհետև ես ուղղակի զարմանում եմ, էլի ոնց են մեր դաշնակցական գործընկերները այդքան հանդգնություն ունենում։ Գալ է Սամբոնի մոտից խոսել բանից, պետական շահից, անկախությունից, Հայաստանի Հանրապետությունից։ Եկեք նորից էլի վերհիշենք այս ուժը ինչի մասին է ընդհանրապես։ Հələ այն բան դարի սկիզբը լավ, պահի տակ մոռանանք մի քիչ համարենք դա, որ իրանք, չգիտեմ, համարում են, որ սխալվել են, չնայած դժվար թե։ Հայաստանը երբ որ անկախանում էր, Դաշնակցությունը դեմ է եղել Հայաստանի անկախացմանը, սա փաստագրված է։ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Մարուխյանը 1988 թե 89 թվականին ասել է, որ անկախությունը այս պահին պետք չի։ Դաշնակցությունը մյուս երկու ավանդական կուսակցությունների հետ, եթե չեմ սխալվում, 1990 թվականին հրապարակային կոչով է հանդես եկել, կոչ անելով հայ ժողովրդին, այն ժամանակվա փողոցի հանրահավաքի մասնակից ամբողջ ժողովրդին, հանգիստ մնալ մեծ հաշվով, չխաթարել այլ միութենական հանրապետությունների հետ հարաբերությունները։ Ու դուք այսքանից հետո եկել տենց բան եք, պետություն եք պաշտպանում, անկախություն եք պաշտպանում, բայց սա դեռ ամենը չէ։ Սա դեռ ամենը չէ, սիրելի գործընկերներ։ 2022 թվականին Դաշնակցությունը ծնում է իր հանրահայտ 004 շրջաբերականը։ 2022 թվական, ինչը ասում է շրջաբերականում, ասում է երկու բան, կա հավանականություն, որ Ռուսաստանը կարող է որոշել ուղիղ ենթարկեցնել Լեռնային Ղարաբաղը։ Եվ երկրորդը ասում է, որ հավանական միության դեպքում պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվի որպես մեկ փաթեթով, այսպես ասած։ Պարզա չէ, ասենց պետք չի մեկին մեկ գումարելը հասկացանք, որ ինչա նշանակում սա։ Բացի դրանից, ասում են Լեռնային Ղարաբաղում պետք է իշխանափոխություն իրականացնել։ Այդ 004 շրջաբերականում են դա ասում 2022 թվին։ Գնանք 2023 թվական։ 2023 թվականին Դաշնակցությունը Քոչարյանով, Սերժ Սարգսյանով իշխանափոխություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, դրանից մի քանի օր հետո Լեռնային Ղարաբաղը հայաթափվում է, էթնիկ զտում է տեղի ունենում։ Հիմա այս դե ասում եմ, դուք Էնվերից խոսեք, Թալյաթից խոսեք, Սուլթանից խոսեք, էլ մոռաց ասեմ նաև, որ 1920 թվականին էլ Դաշնակցությունը դիմել է Աթաթուրքին, կոչ անելով աջակցել Հայաստանի կառավարությանը, այսինքն Դաշնակցությանը ընդդեմ բոլշևիզմին, այսօր դուք կողմնորոշվեք։ Մի վարքյան, հանգիստ։ Հիմա ուրիշ բան ես անդրադառնամ։ Նաև պատահական չի, որ մեր դաշնակցական գործընկերները հիմա ասենց ավելի են փորձում ակտիվանալ, որովհետև իրանք ըստ էության շարժում են 004 շրջաբերականի տրամաբանությամբ։ Օրինակ պատահական չի, որ իրենց աջակցությամբ այսօր Գյումրիում քաղաքապետ ընտրված Վարդանիկը, ինքն իրեն է այդպես անվանում, ամենայն հարգանքով Վարդանիկը, այսինքն կոմունիստ հավատացյալ Վարդանիկը, եւ ես կարծում եմ, որ սա նոր խոսք է համաշխարհային քաղաքագիտության մեջ, հայտարարեց, որ ինքը կողմ է, որ Հայաստանը Բելարուսի օրինակով դառնա միութենական պետության մաս։ Ինչ է իդեպ Դաշնակցության 004 շրջաբերականի ուղիղ իրագործումն է։ Այնպես որ, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ, այստեղ հնչեց, որ Դաշնակցությունը ինչ կոմունիստների հետ ինչ կապ ունի։ Ձեր ցավը տանեմ, ախր դուք կոալիցիայի մեջ եք եղել երիտուրքերի հետ, դուք համագործակցել եք Սուլթանի հետ, դուք համագործակցել եք հնչակների հետ, դուք համագործակցել եք կոմունիստների հետ, հանրապետականների հետ, ՔՊ-ի հետ էլ, ինչ ասեմ, սենց փորձում եք համագործակցեք, բայց կեսից որոշեցիք, որ մենք ձեր բանի, այն ավանդական կոալիցիոն գործընկերների պես չենք, տենց որոշեցիք
գնալ ձեր ճանապարհով։ Բայց հա, դուք բոլորի հետ կհամագործակցեք, դուք խնդիր չունեք դա անելու, հասկանում եք։ Տեսեք, ասում քաղաքական ուժը ուրիշ ինչ պետք է անի, ոչ մի բան, քաղաքական ուժը պետք է բոլորի հետ համագործակցի, պետք է նույն հարցի շուրջ 10 իրարից հաջորդ բան տարբերվող դիրքորոշում հայտնի, պետք է երկիրը անկախանալու ժամանակ դեմ արտահայտվի անկախությանը, հետո բոլորին ասի, որ դուք դավաճաններ եք եւ սրիկաներ եք։ Այդ պետք է անի քաղաքական ուժը։ Արանքում էլ պետք է կոալիցիա Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց երբ որ Ռոբերտ Քոչարյանի բանը Թիկնազորը տանդազանանի եւ սպանի դաշնակցության ներկայացուցիչ մի հատ ծպտուն չհանի, պետք է Թալանի ժամանակ կոալիցիայի մեջ լինի դաշնակցությունը ու մի ծպտում չհանի, սենց, հիմնականում սենց։ Այնպես որ հարգելի գործընկերներ, խնդրում եմ գոնե ազնիվ եղեք ու մի բան արեք, էլի ձեր հստակ դիրեկտիվը տրված 004 շրջաբերականով մի քողարկեք հայրենասիրության տակ, այս ինչի տակ, այն ինչի տակ։ Ձեր ուժը նպատակաուղված աշխատում է Հայաստանի անկախության դեմ, ձեր նպատակը Հայաստանի անկախության վերացումն է, ու դուք աշխատում եք այդ ուղղությամբ, բայց ես ձեզ ուզում եմ ասել, թող լսի ձեզ դատախազությունը, բայց ես ձեզ ուզում եմ ասել, որ ձեր մոտ սա այս անգամ չի հաջողվելու, ոչ ձեր մոտ է հաջողվելու, ոչ ձեր տարբեր կոալիցիոն գործընկերների մոտ հաջողվելու տարբեր տարիների, ընդերից մինչև ընդեղ։ Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, սիրելի քաղաքացիներ։ Ուզում եմ շնորհավորել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի խմբակցություններին Գյումրիում իրենց արժե համակարգային ցնծության կապակցությամբ։ Ցնծության առիթը մեկն է։ Քրյա օլիգարխիան իր ամենավառ ներկայացուցիչներից մեկի դեմքով Գյումրի քաղաքում ստացավ իշխանություն։ Սերժ Քոչարյանի ներկայացուցիչները, որ ընտրություններից առաջ ազնիվ խոսք, երթում ու առհասարակ ինչ ասես չէին տալիս, որ իրենք չեն միանալու Վարդան Ղուկասյանին, միացան։ Ով զարմանք։ Առավոտից երեկո իրար ինչ ասես ասող Քոչարյանի ու Սերժի թիմակիցները միացան, որ իշխանություն տան իրենց քրյա օլիգարխիկ ռեժիմի լավագույն պրոդուկտին, այսպես ասած սերուցքին, դեմքին, սիմվոլներից մեկին, Վարդան Ղուկասյանին։ Սերուցքն այդ Սերժ Քոչարյանի լավագույն բնութագրիչն է, Աստծո անունը տվող, բայց խմբակային բռնաբարությունների ու մարդասպանությունների գործերով անցնող ու անցած մի կրիմինալ կլան։ Իդեպ, կլանի խմբակային բռնաբարության փորձի զոհը անչափահաս աղջիկ, մարդասպանությունների հիմնական զոհը այսօր Վարդան Ղուկասյանի վերարտադրությունն ապահովված Մարտուն Գրիգորյանի ընկերներ ու բարեկամներ։ Այո, սիրելի ժողովուրդ, էկրաններից ու ամբիոններից ձեզ բարոյականության, աստվածավախության ու թասիբի դասեր տվող տղաներն ու աղջիկները փողի ու իշխանության իրենց ձգտման մեջ պատրաստ են անցնել ամեն ինչի վրայով։ Անչափահաս աղջկա բռնաբարության փորձի վրայով, իրենց ամենամոտ ընկերների արյան վրայով, իրենց իսկ կանանց ու աղջիկների ամենօրյա բռնաբարության ռիսկի վրայով։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև սա է իրականությունը, սա է պարզագույն իրականությունը։ Դուք, Սերժ Քոչարյանի հարգելի ներկայացուցիչներ, այս գարնանը Գյումրուն պարգևեցիք խմբակային բռնաբարությունների եւ սպանությունների, քրեական գործերի մի յուրատեսակ բուկետ, ծաղկեփունջ։ Ու այդ բուկետը նվիրելու ճանապարհին անցակ ամեն հնարավորի վրայով։ Անցակ ձեր տղամարդու ազնիվ խոսքի վրայով։ Անցակ ձեր ընկերների հենց ձեր, անձամբ ձեր քաղաքական պատերազմում թափած արյան վրայով, անցակ հասարակ մարդկային, տղամարդկային ու կանացի արժանապատվության վրայով։ Ասացիք, որ այո, շրջազգեստ հագած կինը ձեր ընկալմամբ բռնաբարության ենթակա օբյեկտ է, ու դուք հաշտ եք այդ մտքի հետ։ Առնվազն ձեր երջանիկ ու հիացական դեմքերը դրա մասին են խոսում ու խոսել։ Եվ ձեր աշխատանքային լեզվով ասած, որպես վիշենկա նա տորցե, ձեր ցնծության օբյեկտը այսօր արդեն հայտարարեց, որ կողմ է Հայաստանի բելառուսացմանը, միութենական պետություն մտցնելու տարբերակով։ Սա իհարկե արվեց ի կատարումն կամ ի լրումն ձեր իսկ ստացած դիրեկտիվների եւ ձեր 004 շրջաբերականի։ Սիրելի քաղաքացիներ,
Այո, դուք պետք է իմանաք, որ չկա Սերժ Ննդեմ Քոչարյանի հակամարտություն։ Կա մեկ ընդհանուր քրյա օլիգարխիա, Սերժա Քոչարյան անվամբ։ Եվ Սերժա Քոչարյանի նպատակները 3-ն են. վերադարձնել իշխանությունը, վերականգնել ընդհանուր լափամանը եւ մատաղանել Հայաստանի անկախությունը Ռուսաստանի ու Բելարուսի ոտքերի տակ։ Ու ահա այս նպատակներին հասնելու համար նրանք մոռանալու են այսօր իրար ասվողը, մոռանալու են իրենց ընկերների թափված արյունը, մոռանալու են տված խոստումն ու երդումը աթոռի ու փողի նկատմամբ նրանց տածած անմարտկային կիրքը նրանց ստիպելու է դա անել։ Ու բայց ամենաերեսպաշտականը այս աթոռի ու փողի համար անխոչ մարտիկների խոսույթն է։ Նրանք դեմքին հայրենասիրական դիմափոշի փչած ասում են Շուշին, Մուշը ու Արդահանը հետ ենք բերելու։ Բայց խոսելուց առաջ նրանք իրենց որդիներին կամ Ռուսաստանի քաղաքացի են դարձնում, չէ, պարոն Մարտուն Գրիգորյան։ Կամ էլ բժշկական թղթերով կեղծ գիժ ու կամ կեղծ ուղեղի կիստա են դասավորում, որովհետև պատերազմն ու մահը իրենց ու իրենց որդիների համար չէ։ Դա իրենց ընկալմամբ ռամիկներինն է։ Իրենցը ռամիկների որդիների կյանքի գնով մեծ խոսելն ու ռամիկների հաշվին հարստանալն է։ Վարդան Ղուկասյանի կլանի բռնաբարության փորձն ու սպանությունները եւ Մարտուն Գրիգորյանի որդու Ռուսաստանի քաղաքացիությունը այս երկու դրվագն են ձեր քաղաքական դիմագիծը։ Սեփական կլանների լպիրշ սանձարձակություն ձեր ընկալմամբ ռամիկների եւ նրանց անչափահաս դուստրերի նկատմամբ եւ իհարկե մեծաբերան հայրենասիրություն ուրիշների եւ ոչ անկարծ ձեր որդիների կյանքի հաշվին։ Սիրելի քաղաքացիներ, այո, այսօր Սերժա Քոչարյանական քրյա օլիգարխիան ցնծում է։ Նրանց թվում է, թե խավարը վերադարձնելու գործում իրենք կարևոր հաղթանակ են տարել, որ իրենք մի քայլով ավելի մոտ են վերջնական խավարի հաստատմանը, ամենաթողության, կրիմինալի ու կլեպտոկրատիայի վերադարձին, բայց նրանք ինչպես միշտ սխալվում են ու թերագնահատում Հայաստանի քաղաքացուն։ Սիրելի քաղաքացիներ, Սերժա Քոչարյանը ցնցումների մեջ է, որովհետև իր կարևորագույն ատրիբուտը պետությունից գողացածը հետ բերելու մեր ներդրած մեխանիզմն անխափան աշխատում է։ Շաբաթական ու օրական ռեժիմով կայացվում են նրանց լափացի պետությանը վերադարձնելու մասին վճիռները։ Միլիարդները լայվ ռեժիմով վերադարձվում են եւ հետեւաբար կորում են նրանց միակ հենարանը՝ փողը։ Ու մենք ձեզ տված մեր խոստումը կատարել ենք ու կատարելու ենք միջև վերջին լափած կոպեկը հետ ենք բերելու։ Այս գործիքով եւ քրյա օլիգարխիային թողելու ենք բարի ամենաուղիղ իմաստով բոբիկ, ինչպես ժամանակին տարբեր տեղերից եկել էին Հայաստան։ Չկասկածեք։ Եվ վերջում, սիրելի անդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք գնալ Գյումրի։ Կարող եք Գյումրիում հագնել շրջազգեստ։ Ի ուրախություն ձեզ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Հայաստանում իշխանություն է։ Եվ ձեր քաղաքական իդեալի բոլոր կարգերը կսանձվեն պետության ողջ լծակներով։ Ասեմ ավելին, դաշնակցության տղամարդ ներկայացուցիչներ կարող եք հանգիստ գնալ Զուգարան։ Գերան Մանուկյան։ Նույն պատճառով էլի, որովհետև գիտեք։ Հարգելի գործընկերներ, ես իհարկե վաղը խմբակցության անունից ելույթ կունենամ, բայց չէի կարող չանդրադառնալ անդիմության խելացի ներկայացուցիչների որոշ մտքերի, որոնք հատկապես ոգևորվել են վարչապետի կողմից կառավարության նիստում հնչած իմացության, այդ իմացության պակասի, կրթվելու, տգիտության եւ մնացածի շուրջ եւ այստեղ հատուկ հրճվանքով հատկապես այդ մասն էին շատ ցիտում։ Ես ուզում եմ հիշեցնել եւ արձանագրել հարգելի գործընկերներ եւ պարոն Խաչատրյան, դուք էլ խոսում էիք կառավարության ուրեմն գործունեության 7-ամյա արդյունքների մասին։ Ես Խաչատրյան մի խանգարեք։ Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ իթիվս այլ կարևոր բաների, այս կառավարության եւ այս քաղաքական մեծամասնության կարևորագույն տարբերություններից մեկն է, որ այսօրվա իշխանությունը ունի ինքնահայեցման ունակություն։ Եվ օրինակ վարչապետը օրինակ կարող է կառավարության նիստում կամ ազգային ժողովում կամ տարբեր առիթներով խոսի նաև մեր չիմացության մասին։
Օրինակ դուք ունեիք վարչապետ, նորել անունը տվեցիք, պարոն Խաչատրյան, որն ասում էր քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չի։ Եվ դա ձեր վարչապետն էր։ Եվ այդ բավոն Թովիկ Աբրամյանը բա ձեր վարչապետը չէր, ձեր իշխանության վարչապետն էր, կամ պարոն Խաչատրյան, ձեր մի ուրիշ, ձեր իսկական արդեն լիդերը, ինչպես բազմաթիվ առիթներ եղել է ասել, մի երկու բառի մեջ 3 թե 4 տարասխալ էր անում։ Արդեն խառնել եմ 3 թե 4 իրականում, չստուգեցի այս անգամ։ Էտա ձեր բանը, ձեր կրթությունը, ժողովուրդ ջան, եկել եք այստեղ խոսում եք կրթության, տգիտության մասին։ Եվ այս մասով ես ուզում եմ հատուկ ձեր համար հիշել մի շատ հետաքրքիր գիտական սկզբունքի մասին, էֆեկտի մասին, որը կոչվում է Դանինգի եւ Քրյուգերի էֆեկտ։ Այս էֆեկտը ինչի մասին է։ Պարզ ասած ասում է, տգետները միշտ իրանց վրա վստահ են, իսկ խելոքները միշտ կասկածում են։ Խի, որովհետև խելոքը ինքը գիտի ինչ չգիտի։ Որովհետև որպեսզի դու իմանաս, որ ինչ որ հարցում դու տգետ ես, դու նախ եւ առաջ պիտի ունենաս որոշակի քանակությամբ խելք դա հասկանալու համար, իսկ քանի որ տգետը չգիտի նաեւ որ ինքը տգետ է, ինքը վստահ է։ Հիմա ժողովուրդ ջան, այդ որ դուք այդքան հատկապես ուրախացել եք, երբ որ վարչապետը խոսել է տգիտության մասին եւ այստեղ հրճվում եք, այս դուք Դանինգ-Քրյուգերի էֆեկտի իրական շահառուներն եք, այս ձեր մասին է։ Այ որ դուք մի քիչ ժամանակ առ ժամանակ ձեր վրա կասկածեիք, դուք կլինեիք Դանինգ-Քրյուգերի էֆեկտի այն մյուս կողմում, բայց քանի որ ձեր մտքով չի անցնում, որ ինչ որ բաներ կան, որ ձեր մտքով չի անցնում, դուք չգիտեք ձեր սեփական տգիտության մասին, եւ դա է ամենախորը տգիտությունը, այնպես որ ես խնդրում եմ գոնե դուք տգիտության մասին չխոսակ կամ բան, դուք իհարկե սովորելու տեղ չունեք, որովհետև դուք ի սկզբանե կատարյալ եք։ Ինտերնետում մի հատ բան կա, մի հատ մեմ կար, ասես նկար է երկու մասի բաժանված, մի կողմում բանն է, Mercedes մեքենա է, մի կողմում Ժիգուլի եւ թվականներով, ասենք 1980 թվական Mercedes, հետո 1985 թվական Mercedes-ը մի քիչ ավելի լավն է, հետո 1990 թվական ավելի լավն է եւ այսպես շարունակ եւ գրված է աստիճան Mercedes-Benz աստիճանական կատարելագործում։ Մյուս կողմում Ժիգուլին է։ Եվ Ժիգուլին 1989-ին նույնն է, 1982-ին նույնն է, 1985-ին նույնն է եւ գրված է Ժիգուլի, ի սկզբանե կատարյալ։ Հիմա դուք ի սկզբանե կատարյալ Ժիգուլի եք, ժողովուրդ։ Այդ որ գալիս եք ստեղ բան եք անում այսպես հրճվում եք, որ մենք խոսում ենք, այո, մենք կարող ենք կանգնել եւ ասել, որ մենք ինչ որ բան չգիտենք, որովհետեւ մենք մեր չիմացությունը իմանալու համար անհրաժեշտ խելք ունենք։ Իսկ դուք այո, դուք կրթվելու էլ տեղ չունեք, որովհետև դուք ի սկզբանե կատարել Ժիգուլի եք։ Քաղաքական դինոզավր, որի մասին բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել ասելու, պարոն Խաչատրյան, հասկանում եմ ձեր հայացքը, որը չեք կարող որևէ բան ասել, հակադարձել, որովհետև ինքներդ էլ գիտեք, որ ես շատ ճիշտ եմ ասում։ Հարգելի, այնպես որ մի քիչ ինքնահայեցումը ձեզ չեր խանգարի, սիրելի գործընկերներ։ Քանի որ պարոն Ռուբինյանը եւ այսօր նաեւ քննարկվեց, հա, եւ պարոն Մինասյանը գնաց էլի, ասում էր իրական Հայաստանը ողբի մասին է, դուք ողբ եք բերում, դուք բերում եք սա, դուք բերում եք նա եւ եւ շարունակելով նաեւ դաշնակցության 100-ամյա պատմության բանը, այսպես շարքը, ես կուզենամ ձեզ հիշեցնել մի քանի բանի մասին, հարգելի գործընկերներ։ Իհարկե պարոն Ռուբինյանը սկսեց, ես կշարունակեմ։ Ես սա իմ ձեռքում հայ հայտնի պատմաբան Լեոյի անցյալից գիրքն է։ Լեոն շատ լավատեղյակ հեղինակներից մեկն է, այդ թվում դաշնակցության պատմության, դաշնակցությունը ակնհայտորեն չի սիրում Լեոյին, հասկանալի պատճառով հիմա ավելի կհամոզվեք թե ինչու, եւ ահա Լեոյի գրքի էջերից մի հատված։ Ադանայի ջարդը, այս ազգասեր դաշնակցության մասին է։ Ադանայի ջարդը այնուամենայնիվ մազի չափ չվնասեց այն մտերմիկ բարեկամական հարաբերություններին, որոնք գոյություն ունեին դաշնակցության եւ երիտթուրքերի միջև։ Ամենից առաջ հիշատակելի է այն փաստը, որ Ադանայի արյունը այլևս դաշնակցականների ձեռքը չտվեց դիվանագիտական մուրացկանի ցուպը եւ չուղարկեց նրանց Լոնդոնի, Փարիզի կառավարիչների դռները ծեծելու։ Դժվարություններ ստեղծել երիտթուրքերի կառավարության դեմ դաշնակցությունը չէր ուզում։ Ավելի արտոնված, ավելի տիրապետող դիրք գրավելու համար նա նույնիսկ պաշտոնապես գրավոր կերպով դաշինք կնքեց երիտթուրքերի կուսակցության հետ եւ առուծախի առարկա դարձրեց նույնիսկ Ադանայի արյունը։ Ստանալով երիտթուրքերից խոստում, թե առաջիկա պարլամենտական ընտրություններին դաշնակցականներին կտրվի 20 տեղ, այդ հայ հեղափոխական կուսակցությունը ստորագրում է դաշնակցային պայմանագրի այն հոդվածն էլ, որում ասում էր, թե Ադանայի արյունահեղությունը պիտի մոռացության մատնվի։ Հիմա, հարգելի գործընկերներ, եկել եք եւ ասում եք այստեղ, որ
մեզ մեղադրում եք տարատեսակ դժբախտությունների մեջ, ձեզ ներկայացնում եք որպես հայ ժողովրդի փրկիչներ, սա է ձեր պատմությունը։ Սա է ձեր պատմությունը։ Սա ձեր ժառանգությունն է։ Տիկին Գյուրեղյան, խնդրում եմ, մի խանգարեք Տիկին Գյուրեղյան։ Ես հասկանում եմ, որ ձեզ հաճելի չէ ինչ որ ասում եմ։ Ես հասկանում եմ, որ ձեզ հաճելի չի, իդեպ դուք էլ եք խոսում այդ տգիտության թեմայով եւ այլ, եւ ես չկարողացա չհիշել, որ դուք լինելով համասանի դասախոս հայտարարեցիք, որ երբ որ Բագրատը մտավ Վանաձոր, անձրևը կտրվեց։ Եվ օդերևութաբանական եւ ֆիզիկայի բոլոր օրենքները գլխիվայր շրջվեցին։ Հետո էլ դրանից եւ նաեւ չկարողացա չհիշել վերջերս մի վերնագիր կարդացի, որ Արմենիու Կիրաղյանը կրթական կենտրոններից մեկում դասախոսություն էր կարդացել արհեստական բանականության մասին եւ մտածեցի բնական բանականությունը հորով մորով արել, հիմա անցել է արհեստական բանականությանը Տիկին Գյուրեղյանը։ Դրա համար էլ այստեղ գալիս եք եւ խոսում եք վարչապետի ասած իմացության, տգիտության մասին։ Ես խնդրում եմ, մի քիչ համեստ եղեք։ Տիկին Գյուրեղյան եւ մյուս գործընկ Տիկին Գալստյանը գնաց գոնե գիտելիքի, տգիտության, իմացության, դրա պակասի մասին, մի քիչ զգուշորեն խոսեք։ Տարբեր բաների եւ մեկ էլ ազգասիրության մասին, որովհետեւ այս Լեոյի գիրքը սեղանից դրած է, հենց որ ու էլի գրքեր կան։ Վերցնելու եմ գամ եւ այս հատուկ բան եմ ստեղծելու մի հատ ժանր եմ ստեղծելու դաշնակցության պատմության մասին եւ ձեր դուրն էլ հաստատ կգա, հարգելի գործընկերներ։ Թալանի մասին։ Ես միայն մի թիվ ասեմ, պարոն Խաչատրյան, նոր էլի խոսում եք Թալանի վերաբերյալ, միայն էլի ձեր սիրելի, ձեր վարչապետ Հովիկ Աբրահամյան, ձեր ղեկավար Ռոբերտ Քոչարյան, մյուսների եւ ապօրինի գույքի բռնագազման օրենքի մասով մենակ այս պահին կա ուրեմն դատախազության կողմից ուրեմն արկա 147 հայցադիմում, որով պահանջվում է 1496 անշարժ գույք, 288 ավտոմեքենա, 391 իրավաբանական անձու ընդհանուր մասնակցություն եւ ընդհանուր հայցագինը այս հայցերի 608 միլիարդ դրամ է։ 608 միլիարդ դրամը ինչքան է, մոտ 1.5 միլիարդ դոլար, չէ, երևի, մի քիչ կամ մի քիչ շատ, նայած, հա, սա դեռ այս պահին եղած հայցադիմումի մասին է, պարոն Խաչատրյան, սա դեռ այս եղած հայցադիմումի։ Կամ ասում եք բան, ասում եք դուք Գյումրիում պարտվեցիք։ Ժորժ ջան, ով էլ խոսա հաղթանակից ու պարտությունից, գոնե դուք մի խոսացեք, բա դուք ուր եք Գյումրիում։ Դուք որպես դաշնակցություն կամ Հայաստան խմբակցություն կամ Հայաստան դաշինք կամ Էմյուսը, ուր եք ձեր դեմքով, որպես քաղաքական երկու ընդդիմադիր խմբակցություններ եւ քաղաքական ուժեր։ Դուք քաղաքական ասելիք չունեք, բա դուք քաղաքական հայտ չեք ներկայացնում, թե ամաչել եք ձեր դեմքով ներկայանալ, որովհետեւ գիտեք, որ շրիշակից ցածր է ձեր ռեյտինգը, մարդիկ ձեզ ձեն չեն տալու, դրա համար տարբեր դեմքերով, տարբեր բաներով փորձում եք այնտեղ Գյումրիում ռեինկարնացիա ապահովել։ Որոնք հիմա սիրելի գործընկերներ, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ արձանագրել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Հայաստանի տարբեր քաղաքներում հաղթում է ընտրություններին եւ տարբեր քաղաքներում պարտվում է ընտրություններին։ Եվ սա քաղաքական գործընթաց է, որովհետեւ քաղաքացիական պայմանագիրը քաղաքական կուսակցություն է։ Լավ, բա դուք ինչ եք։ Բա գնացեք դուք էլ մասնակցեք, միտեղ հաղթեք, միտեղ պարտվեք, միտեղ հետևություններ արեք, միտեղ նայեք ասեք, լավ, բայց այս ինչ է, մենք այս ինչը սխալ արեցինք, բայց դուք դա չեք կարող անել, որովհետեւ դուք ի սկզբանե արդեն կատարյալ Ժիգուլի եք։ Շնորհակալություն։ Իդեպ ուշադրություն դարձրեք, որ դաշնակցության ներկայացուցիչը ամբողջից հայտարարեց, որ ազգը իրենք են ստեղծել։ Կազմակերպված ազգ։ Մեղայք ես Տեր Աստված։ Համեցեք Տիկին Կարապետյան։ Ուրախ եմ, որ դաշնակցությունը թույլ չի տալիս, որպեսզի մենք ազգային օրակարգերի մասին չխոսենք, եւ ես իմ ելույթում խոսելու եմ, թե դաշնակցության ազգային օրակարգերի ներքո ինչ կայսերական օրակարգեր են իրականում թաքնված։ Մեծարգո վարչապետ, հարգարժան փոխոսնակ, սիրելի գործընկերներ եւ սիրելի ժողովուրդ։ Իրական Հայաստանի գաղափարախոսության դրույթներից մեկը հայրենիքը պետությունն է, դրույթն է։ Ինչու է անհրաժեշտ քննարկել հայրենիք եւ պետություն հասկացությունների հարաբերությունները։ Ինչպես քննարկումներից մեկում ասաց վարչապետը, երկար ու ձիգ դարեր մեր հայրենիքը եղել է Հայաստանը, բայց պետությունը եղել է Պարսկական կայսրությունը, Օսմանյան կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Խորհրդային միությունը։ Այս պետությունները եղել են կեղեքիչ եւ այս հանգամանքը ձևավորել է, չէր կարող ձևավորած չլիներ, վերաբերմունք ոչ միայն հենց կոնկրետ այս պետությունների նկատմամբ, այլ առհասարակ պետություն երևույթի նկատմամբ։ Փորձենք նկատել, թե սա ինչպես է արտահայտվում։ Վերջերս Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը մի ծավալուն հարցազրույց է տվել։
Այստեղ իմ նպատակը բնավ arczepiskoposin առանձնացնելը կամ թիրախավորելը չէ, մանավանդ որ նա ոչ մի հոգևոր միտք չի արտաբերել, պարզապես նրա քաղաքական մտքերը մի ընդգծված օրինակն են վեր իմ կողմից մատնանշած խնդրի եւ հետեւաբար ես նրա տեքստը դիտարկում եմ որպես ուսումնասիրության ենթակա հերթական մի նմուշ։ Քանի որ պարոն Աջապահյանը քաղաքականությամբ զբաղվող հոգևորական է, նրա խոսքի մեջ շատ վառ է արտահայտվում հայ քաղաքական մտքի մեծամասամբ հայ առաքելական եկեղեցու քաղաքական մտքի պտուղը լինելու հանգամանքը։ Եվ ինչ է ասում arczepiskoposը մեր պետության եւ իր արտաքին քաղաքականության մասին։ Բնականաբար ըստ նրա Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել միայն ցեղասպանության ճանաչումից հետո, եւ Հայաստանը պետք է հողային պահանջներ ունենա Թուրքիայի նկատմամբ։ Սակայն բոլորիս ուշադրությունը ուզում եմ հրավիրել այլ բանի վրա։ Նա ասում է. ցեղասպանությունը ձեր պատճառով է։ 1000 անգամ ասել եմ, մինչև 1890 թվական հայ ժողովուրդը ապրել է իր պատմական տարածքներում։ 1890 թվականին ստեղծվեցին ձեր կուսակցությունները, եւ ձեր առաջին լոզունգը եկեղեցուց ազգային կառավարումը խլելն էր, ոչ թե Թուրքից, այլ եկեղեցուց։ Կուսակցությունները չեն ուզում հիմա դա խոստովանել։ Նրանց առաջին գաղափարը եղել է եկեղեցու դեմ։ Եկեղեցուց խլել կալվածքները, որի փր այդ զենքով, այդ գումարով զենք գնեն։ Եկեղեցին էլ ասաց. «Սիրելիներս, խնդրեմ, կառավարեցիք 30 տարում վարի տվեցիք 4500 տարվա երկիրը»։ Մեջբերման ավարտ։ Երկիրը։ Նույնիսկ մի պահ մտքովս անցավ պաշտպանել հայ հեղափոխական դաշնակցությանը հայ առաքելական եկեղեցու այս անողոք քննադատությունից։ Հետո հիշեցի, որ հայ հեղափոխական դաշնակցությունը հայ առաքելական եկեղեցուց է սովորել իրեն վերապահել հայ ազգի օրակարգը սահմանելու բացառիկ իրավունք։ Եվ շարունակել սա անել նաև այն պայմաններում, երբ մենք ունենք պետություն ու քվեարկության միջոցով պետք է սահմանվի այն, ինչ նախկինում ազգային ջոջերի զանազան խորհուրդներն էին անում։ Եվ բոլոր կուսակցությունները, որոնք մեր անկախությունից ի վեր փորձել են առաջարկել այսպես կոչված ազգային համաձայնության կառավարություններ, ոչ այլ ինչ են, եթե ոչ հայ առաքելական եկեղեցու ծնած քաղաքական մտքի հետևորդներ եւ նրա տխուր մրցակիցներ։ Վերադառնալով հիմնական մտքին, ուրեմն arczepiskopos Աջապահյանը ասում է, որ եկեղեցին կարողանում էր պաշտպանել հայ ազգին ցեղասպանությունից մինչև չհայտնվեցին կուսակցությունները։ Նա ասում է, Թուրքը ուզում էր ոչնչացնել 11-րդ դարում չկարողացավ, 12-րդ դարում չկարողացավ, 13-րդ դարում չկարողացավ։ Եվ այսպես գանք հասնենք 20-րդ դար, 20-րդ դարում ուզեց եւ կարողացավ։ Ինչու։ Եվ իսկապես ինչպես էր կանխում եկեղեցին ցեղասպանությունը։ Օրմանյանը դասական օրինակ է, պատասխանում է arczepiskoposը խոսելով Մաղաքիա Օրմանյանի մասին։ Երբ նա բարձրացավ պատրիարքական գահին, Համիդյան ջարդերը դադարեցին։ Օրմանյանն ասում էր գազանազուսպ է եւ լարախաղաց։ Որսալով պահը լրագրողը arczepiskoposin ասում է, որ նա այժմ գազանազուսպ եւ լարախաղաց չէ։ Ինչ եք մտածում։ Ինչ նկատի ունի նա այս դիտարկումով։ Ում հանդեպ գազանազուսպ եւ լարախաղաց չէ այժմ Աջապահյանը։ Անկեղծ ասած ես կարծել էի, որ խոսքը Թուրքիայի մասին է, քանի որ պնդումն այն էր, որ եկեղեցին զգուշավոր քաղաքականությամբ կանխել էր ցեղասպանությունը։ Միամտաբար էի կարծել, arczepiskoposը պատասխանում է, որովհետև ես հայկական իշխանությունների պայմաններում եմ։ Ես օտար իշխանության պայմաններում չեմ։ Եթե լիներ պսևդո հայկական սովետական իշխանություններ, ես կլինեի գազանազուսպ եւ լարախաղաց։ Թվում է, թե arczepiskopos Աջապահյանի միտքը պետք է տեղափոխվեր Հայաստանի Հանրապետություն եւ հարցին պատասխաներ հետեւյալ դիտանկյունից. Արդյոք Հայաստանի Հանրապետությունը պետք է այսօրվա Թուրքիայի Հանրապետության հետ լինի գազանազուսպ եւ լարախաղաց, բայց ոչ, նրա պատասխանից երևում է, որ իր միտքը, իր քաղաքական միտքը Հայաստանի Հանրապետության հետ էլ առնչվում է, որպես մի պետություն, որի հետ ինքը գործ ունի։ Մի կողմից նա ասում է, ես օտար իշխանությունների պայմաններում չեմ, որը էլի լավ է, բայց մյուս կողմից հարցին նայում է որպես հարաբերություն իր, որպես դարեր շարունակվող սուբյեկտի եւ մյուս կողմից Հայաստանի Հանրապետության որպես հերթական պետության միջև։ Սա մեծագույն խնդիր է։ Մեր եկեղեցու սնած եւ բազում կուսակցությունների կողմից որդեգրված քաղաքական միտքը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը հերթական պետությունն է, որի հետ նրանք գործ ունեն։ Եվ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը ինչ իրավունք ունի լինել գազանազուսպ եւ լարախաղաց։ Հայաստանի Հանրապետությունը պետք է Թուրքիայից պահանջի ցեղասպանության ճանաչում եւ հողերի վերադարձ։ Ինչու այնինչ կարելի է
էր եկեղեցուն, չի կարելի Հայաստանի Հանրապետությանը։ Արժե առկախել այս հարցը եւ անդրադառնալ մեկ այլ հարցի։ Իսկ ինչ է մտածում arczepiskoposը Ռուսաստանի մասին։ Չէ՞ որ շատ գովելի Մաղաքյա Օրմանյանին ռուսական կայսրությունը կարծես վտարել էր Արևելյան Հայաստանից հենց ազատագրական գործին աջակցելու պատճառով։ Պարոն Աջապահյանը ռուսական կայսրությունը համարում է տանելի, Խորհրդային Միությունը անտանելի։ Ինչու՞մն է տարբերությունը։ Այսպես, Խորհրդային Միությունը նրա մտքում չի տարբերվում Օսմանյան կայսրությունից։ Նա ասում է. ուրեմն հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել 14-22 թվականներին մեծագույն հանցագործություն, ցեղասպանություն, առաջին հանրապետության նկատմամբ պատերազմ, ինտերվենցիա, սովետական կարգերի հաստատում եւ ի վերջո 29800 քառակուսի կիլոմետրի մեջ պարփակում, այսինքն եւ թուրքական իշխանությունը եւ սովետական իշխանությունը հայ ժողովրդի նկատմամբ գործել է ոճիշ, մեջբերման ավարտ։ Սակայն խոսելով ռուսական կայսրության մասին եւ այսօրվա Ռուսաստանի մասին, Աջապահյանը մեղմանում է, դառնում ավելի ըմբռնող։ Նա ասում է. ռուսական կայսրությունը չկարողացավ հեռացնել մի երկու բնապահպանի, ասում է նա, Ռուսաստանին փաստորեն անվանելով կայսրություն։ Բայց քաղաքականությունը խռովկանության վրա չէ, ասում է նա, եթե այդպես լիներ, ապա դուք հավիտենական խռով պետք է լինեք Թուրքիայից, ինչու եք հաշտվում Թուրքիայի հետ։ Ռուսը, որ ընդամենը մի փոքրիկ բան է արել, նրա հետ խռով եք, բայց թուրքը, որ մի ամբողջ երկրամաս բնաջնջել է հայերին, նրանց հետ խռով չեք արդեն։ Այսինքն ստացվում է հետևյալը, որ Խորհրդային Միությունը մեզ պարփակել է 29800 քառակուսի կիլոմետրի մեջ եւ սա ոճիր է, ցեղասպանությանը հավասար, իսկ այն, որ Ռուսաստանը չի միջամտել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, որի ժամանակ իմիջիայլոց կառավարող ուժը այնտեղ դաշնակցությունն էր, սա ընդամենը մի փոքրիկ բան է։ Arczepiskopos այսօրվա Հայաստանի գոյությունը հարում է ռուսական կայսրության վաստակը։ Նա ասում է պետք է հաշվի առնեք, որ այսօրվա ձեր Հայաստանը հենց ռուսա Հայաստանի մի փոքրիկ մասն է ընդամենը, դուք Թուրք Հայաստանից միթից չունեք, գոնե ռուսների շնորհիվ այսքանը փրկվել է։ Արժե ընդգծել, որ այսօրվա Ռուսաստանում էլ կա կարծիք, որ Խորհրդային Միության հիմնադիրները վատն էին, քանի որ ռուսական կայսրությունը տրոհեցին եւ ստեղծեցին Խորհրդային սոցիալիստական հանրապետությունները, որոնց հիմքի վրա այնուհետև պետք է ստեղծվեին մեր ազգային պետությունները։ Սիրելի քաղաքացիներ, հայ առաքելական եկեղեցին հայոց պետականությունից եւ Հայաստանի Հանրապետությունից առավել մեծ տարիք ունի։ Այդ տարիքի բերումով Հայաստանի Հանրապետությունը թե տարածական, թե ժամանակային իմաստով շատ նեղ է նրա համար։ Խիստ նեղ է եւ ըստ մեր եկեղեցու քաղաքական մտքի մեծ հարց է՝ կդիմանա մեր այս հանրապետությունը բոլոր մարտահրավերներին, թե կարճ կյանք կունենա։ Խոսելով այսօրվա մասին, arczepiskopos-ը ասում է. մենք ցանկություն չունենք պետականության ֆունկցիաներն էլ իրականացնելու, բայց երբ տեսնում ենք, որ դուք տապալում եք, ասում ենք ստոպ, մի տապալեք, եթե չեք կարողանում թողեք, մենք անենք։ Այստեղից է ահա ժառանգել հայ հեղափոխական դաշնակցությունը մեզ փրկելու այս պատրաստակամությունը։ Եվ շատ ու շատ այլ քաղաքական գործիչներ, որ նմանակելով հայ առաքելական եկեղեցու քաղաքական մտքին փորձում են դարերի իմաստություն իբրև թե բանեցնել մեր հանդեպ, չեն նկատում, որ դրանով մեզ ուզում են վերադարձնել այդ նույն երկարուձիգ դարերը, երբ մենք առանց պետականության ապրում էինք որպես կայսրությունների հպատակներ, որտեղ լրիվ արդարացված էր լինել գազանազուսպ եւ լարախաղաց։ Եվ մի վերջին նախադասություն ամփոփելով, իրական Հայաստանը այն մասին է, որ այս Հայաստանի Հանրապետությունը հենման կետ չէ, ավելի մեծ երկրի մասին երազելու համար։ Այս Հայաստանի Հանրապետությունը մեր իրականություն դարձած դարերի իղձն ու երազանքն է, մեր վերջնական հանգրվանն է։ Շնորհակալ եմ։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ եւ մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, երկու օր քննարկում ենք ծրագրի կատարողականը, հնչել են իրապես տպավորիչ թվեր, ինչպիսին 18 թվականի նկատմամբ 3.3 միլիարդ դոլարի աճ 24 թվականի բյուջեի, 24 թվականի տնտեսությունը 2018-ի նկատմամբ 43.5%-ով մեծ է, եւ ես ցանկանում եմ խոսել այն միջավայրի մասին, որը էապես նպաստել է, որպիսի տնտեսությունը գործի, մեծանա, հարկեր հավաքագրվեն եւ թիրախային հասնեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից յուրաքանչյուրին։ Ընդդիմության կողմից վախին, շատ ավելի հաճախ ուռճացված մտավախությունների, ել ավելի հաճախ իրար հակասող 170 աստիճան բացառող անհիմն մեղադրանքների եւ հակապաստարկների ցավը ու էմոցիան կապիտալիզացնել փորձելու ջանքերը թույլ չեն տալիս սթափ գնահատել եւ ըստ արժանվույն գիտակցել,
թե ինչ է տեղի ունեցել Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Իսկ սիրելի ընկերներ, այն ինչ տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, ես առանց որևէ սեթևեթանքի կանվանեմ աննախադեպ։ 30-ամյա կոնֆլիկտից հետո Հայաստանը եւ Ադրբեջանը երկուսով միասին կարողացել են բանակցել երկու հիմնարար փաստաթղթեր։ Առաջինը Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից բանակցվել եւ համաձայնեցվել է, այսուհետ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրվել, այնուհետև երկուստ զեկուցվել է սահմանազատման եւ սահմանագծման կանոնակարգը։ Եվ ես շատ լավ հիշում եմ այն քննարկումները, որոնք փորձում էին ստվերել այն ձեռքբերումները, որոնք երկու պետություններ ունեն։ Իսկ փաստարկները հիմնականում հնչում էին հետեւյալ ձևով. Ինչու եք շտապում վավերացնել այս փաստաթուղթը Ադրբեջանը միևնույն է չի վավերացնելու այն եւ նույն ելույթում կար նաեւ հետեւյալ միտքը. Ինչու եք փորձում վավերացնել այն, ինչ մահաբեր է։ Եվ իսկապես ամբողջ քննարկման ընթացքում ընդդիմությունը այնպես էլ չկողմնորոշվեց։ Արդյոք այս փաստաթուղթը ի վերջո կործանարար է, թե մտավախություն կա, որ Ադրբեջանն այս կործանարար փաստաթուղթը չի վավերացնելու։ Եվ ես ցավոք սրտի ունեմ զգացում ինչ այս պահը, որ քաղաքացիներն ու ժողովուրդը ստարժանվում չեն կարողացել նկատել, թե ինչ է տեղի ունեցել այս փաստաթղթի վավերացմամբ։ Ես պնդում եմ, որ այս փաստաթղթով, մասնավորապես Ալմաթի հռչակագիրը որպես գործընթացի հիմք ընդունելով, Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այո, Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Տեղի ունեցել երկրորդ կարևոր իրադարձությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ 12 փուլ անց կողմերը կարողացել են համաձայնել 17 հոդված ունեցող խաղաղության համաձայնագրի շուրջ։ Այո, ընդդիմությունը այն կարող է պարբերաբար կապիտուլյացիա համարել, անվանել կապիտուլյացիա, բայց ուզում եմ հիշեցնել մեր բոլոր քաղաքացիներին, որ խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները վերաբերում են երկու պետություններին հավասարապես, եւ եթե այն կողմերից մեկի համար կապիտուլյացիա, ապա նույնքան կապիտուլյացիա երկրորդ կողմի համար։ Ես ամենևին չեմ կարծում, որ այս փաստաթուղթը կապիտուլյացիա է, եւ ես որևէ պատճառ չեմ տեսնում օր առաջ այն չստորագրելու համար։ 50-ից ավել պետություններ շնորհավորել են երկու երկրներին բանակցային գործընթացը ավարտելու կապակցությամբ։ Իսկ որոշ պետություններ շարունակում են աղմկել։ Այդ աղմուկը դրսից ներս փորձում են բերել որոշ խորհրդարանական ուժեր, այսինքն որոշ չէ, շատ կոնկրետ խորհրդարանական ուժեր։ Եվ սա չի հաջողելու։ Այս աղմուկի մեջ մենք նկատելու ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ունեն էական առաջընթաց բանակցային գործընթացում։ Այս աղմուկը չի ստվերելու այն հաջողությունը, որն ապահովել է գործող իշխանությունները, արտաքին գործերի նախարարությունը եւ բոլոր այն գերատեսչությունները, որոնք այս կամ այն փուլում ներգրաված են եղել գործընթացում։ Կոնֆլիկտը չի հաջողելու հարատև դարձնել, իսկ Հայաստանը կիսանկախ չի լինելու։ Հայաստանի Հանրապետությունը լինելու է անկախ, սուվերեն պետություն։ Եվ մենք անհոգնել գնալու ենք խաղաղության հետևից։ Քանի որ այսօր ելույթը սկսեցի թվերով եւ դահլիճում հնչեցին թվեր ընտանեկան բռնության, ընտանեկան կենցաղային բռնության մասով, ես հարկ եմ համարում արձագանքել ընդդիմությանը եւ ասել դուք այդ ընտանեկան կենցաղային բռնության կանխարգելման հետ ինչ գործ ունեք, ինչ կապ ունեք։ Այս նիստերի դահլիճում դուք այդ նախագծին դեմ եք քվեարկել։ Դեմ եք քվեարկել օրինակ նրան, որպեսզի միայն եկեղեցով ամուսնացած մեր զույգերը Աստվածչանի բռնության պարագայում կարողանան դիմել պետությանը։ Դուք այս օրենքի թվերի մեծացման հետ ինչ կապ ունեք, ինչ գործ ունեք։ Դուք չեք առաջնորդվել, հատկապես կին պատգամավորները, իրենց մտքով, խղճով, բռնության կանխարգելման ուղղված ջանքերով, ելույթներով դեմ եք քվեարկել։ Իսկ բռնության դեպքերը ամենևին չեն աճել։ Մենք պարզապես ապահովել ենք մեր բոլոր այն քաղաքացիների իրավունքները, որոնք բռնության պարագայում կարող են դիմել Հայաստանի Հանրապետությանը եւ գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկացած բռնության պարագայում, ինչպես նաեւ հետամտման պարագայում, իրենց կողքին են։ Մենք անհոգնել շարունակել ենք նաեւ այս պայքարը բռնության կանխարգելման օրակարգով եւ փառք Աստծո, որ ձեր աջակցության կարիքը ընդհանրապես չունենք։ Շնորհակալություն։